Ողջույններ սիրելի բարեկամներ, ողջույն սիրելի հայրենակիցներ, բարևում եմ բոլորիդ, խնդրեմ, որ հաղորդման ընթացքում լինեք ակտիվ, չմոռանաք դնել ձեր լայքերը, չմոռանաք գրանցվեք իմ ալիքին, քանի որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Իդեպ նկատել եք, այս ընդդիմությունը շոկի մեջ է, տոլի նոկաուտի մեջ է, տոլի նոկդաունի մեջ է, ասենց չի կարողանում սենց կանգնի, էլի սենց ընկել է, ասենց բենից փրփուր այդում, սենց չի կարողանում վերևել լինի միջև այդ չգիտեմ առյուծների մոտ էր մեկը տանում գցում, մեկը նենց ուժեղ առաջնորդ էր, արա գիտես ինչ տղա էր, վայ, մեկը ընդ չգիտեմ հայացի դեմը սես գյադեքեց նստում էր սես դեմքով, բան, սես պատկերացնում եք, ումի սես զենդերը չկա, բան։ Բա ինչ եղավ, բա ասում եք էս երկու օրից Նիկոլը չի լինելու, բան, մենք ենք ելնելու, հա, իասթափվել եք, հա, ջոգիկ որ բանը հայ ժողովուրդը կուտը չկերավ, հա։ Իդեպ ժողովուրդ ջան, ինչպես նկատեցիք, ռուսական եւս մեկ պլան ձախողվեց աշխարհում, հա, քանի որ Հայաստանը աշխարհի մաս է, եւ սա ապացուցում է փաստը, որ ռուսական են 5 ակեբեական են առնետական, հա, այդ ծրագրերը այս նոր աշխարհում էլ չեն աշխատում։ Այս բաց աշխարհում, տեխնոլոգիապես զարգացած աշխարհում, կոմունիկացված աշխարհում այդ ամենը դեռ չի աշխատում եւ ռուսական այդ հնարքները, արդեն հնացած հնարքները ամեն անգամ կիրառելով եւ միլիոնավոր դոլարներ հնարավոր է նաև միլիարդավոր դոլարներ, հա, նայած որ երկրի մասին է խոսքը, ծախսելով իր այդ այսպես կոչված խամաճիկներին փորձելով ներդնելով, այս մարդիկ ամեն անգամ ձախողվում են ու գիտեք վատայինը որ այս մարդիկ այդ ձախողումից հետո որ ասում է դասեր չեն քաղում, նույն ստրատեգիա, նույն այդ հիմար ձևերը, նույն մունաթը, նույն զունաթը։ Հեսա Ռուսաստանին մենք կվերադառնանք, իդեպ Գագիկ Ծառուկյանը ինչ որ Հայաստանից փորձել է հեռանալ, չգիտենք պատճառը ինչու ոնց խի, ոմանք ասում են փախնում է, ոմանք ասում են գործով տեղա էթում ու բայց Զվարթնոց օթանավականից թույլ չեն տվել հեռանա։ Սրան էլ գումարած, որ ընտրություններից հետո պարոն Ծառուկյանի որդին պետք էր վերադառնալ Հայաստան, դե չի վերադարձեք, շատ լավ գիտեք, որ չի վերադառնալու, հա, այն մնացածը սաղը մուտիտը, դե իրանց մոտ գիտեք ոնց այդ ռուսական, բելարուսական, հայ թշնամիների այդ ներկայացնող խամաճիկների մոտ այդ մուտիտը, սուտը, բան իրանց մոտ կարելի է։ Ես ուզում եմ ուշադրություն գրավել, որ երբ որ իրանք են սկսում ինչ որ իրանց տասովչիկներով, հա դե գիտեք, չէ, իրանց տասովչիկները մտում են իրանք լավ տղա են, ճշտով ապրող տղա են, մտում, հա, вообще ոչ ճշտի հետ կապ ունեն, ոչ էլ լավ տղու հետ կապ ունեն, բայց երբ որ իրանց այդ տասովչիկներն են խոսում, բան, ինչ որ հանգարց իրանց կողմից չընդունված ինչ որ մեկ ինչ որ միտեղ սուտա խոսած է, բան, իրանք սկսում են անգերեսի մուտիլով չի կա, ախպեր արա, ոնց կարա, իր ասած ասնավանի չի մուտիլով չի գյադա անգերբա չեսի, բայց որ իրան շեֆերը ցենց կոնկրետ մուտիլով չիկեն, իրանք դա չեն տենում, էլի, այսինքն ցույց եմ տալի, որ իրանց համար ճիշտը միած չի ու իրանք ընդհանրապես ճշտի հետ ոչ մի կապ չունեն։ Էսի ասեմ այն մարդկանց համար, որ կողակողից գիտեն, բան սրանք ինչ որ լավ տղա են, ճշտի հետ կապ ունեն, հա, չգիտեմ այդ իրանց օրենքներով են ապրում, բան, հա, չէ, ախպեր, ոչ մի օրենքի հետ կապ չունեն, ոչ մի ճշտի հետ կապ չունեն, իրանց շեֆերը ձեզ օրինակ, իրանց շեֆերի նման մուտի լովչի գյադեք աշխարհում չկա։ Այսինքն իքտել իր տասովչիկներ, այսինքն ոչ, եթե շեֆն է մուտի լովչիկ, բա ինքը ինչ պետք է լինի։ Էլ չեմ ասում, մենակ գագոն չի, սենց օբշակով այդ սաղ ռսի տրուսիկ լվացողներով իրանք մուտի լովչիկ են։ Խնդրեմ, որ հաղորդմանը ներկա լինի ոնց էր անունը մի րոպե Նինա Կարապետյանց, հա, բոլորին դեմ եմ բանով կուզում եմ ներկայ լինի, որտեվ իրա մասին էլ ենք այսօր խոսալու անպայման, բայց միջև իրա մասին խոսալը ես կուզենամ կոչ անել մի վարքյան կներեք, ես կուզենամ կոչ անել իհարկե մեր բլոգերներին, հայ իսկական բլոգերներին, հա, ովքեր որ իրոք հայամետ են, իրոք իրանք ոչ թե ինչ որ ուժի են սատարում հատուկ բան, այ
այս պահին Հայաստանի շահը որն է եւ հենց այդ ուղղությամբ էլ մարդիկ աշխատում են տվյալ պահին։ Այսինքն միայն հետապնդում են Հայաստանի շահը, ոչ թե ինչ որ սրան նրա տրուսիկը։ Տրուսիկին հեսա կվերադառնանք, քանի որ Ռուսաստանը շարունակում է իր հայ քաղաքականությունը եւ հակապետական, հակահայ եւ հակահայոց պետականության, այսպես ասած քաղաքականությունը ուզում եմ հիշեցնել, որ Ռուսաստանը միջև հիմա չի ճանաչել այն որ ասում ընտրությունները իրանք սպասում են նենց հատուկ վերջնական թվին, հա, չեն հասկանում որ վերջնական թիվը մի քիչ էսյան, մի քիչ էյան, այն որ ասում է հաղթողի տեղը չի փոխվելու։ Այն մնացածը մի քանի մանդատ կկորցնի Նիկոլ Փաշինյանը ավելի ճիշտ քաղաքացիական պայմանագիրը, քանիսը չի կորցնի, դրանով, հա, դրանով հաղթողը չի փոխվում։ Դե ուրիշ թեմաներ կա, հա, դա փոխվում է, բայց հաղթողը չի փոխվում, այսինքն սենց տենենց Նիկոլն ալնելու վարչապետը։ Հասկանում եք, ու իրանց կողմից շնորհավորելը սրանց նման անբարոյական աշխարհի վրա չկա։ Սաղ Եվրոպան, Միացյալ Նահանգները արդեն բան են արել, շնորհավորել են սրանք իրանց դրել են օրիորդ աղջկա տեղ։ Գիտեք, մի իրանք նենց հատուկ, նենց մի երկիր են, մի օրենքի երկիր են։ Մի հատ եկեք, ասում եմ, մի հատ սպասեք, քանի խոսացինք, մի հատ եկեք ցույց տամ իրանց ընտրությունների մի հատված, իրար հետ մի հատ դիտենք էլի, մեկ վարկյան, Ռուսաստան, տենամ ձեր մոտ երևում է նոր միացնեմ, Ռուսաստանի ընտրություններից մեկը, մի հատված, Ռասիա աղբեր, Ռասիա, այս ձև էր, ասեց, որ դուք ընտրություն էիք անում, ժողովուրդ ջան, ասենց կարող է բանը, հետևներիցդ ավտոմատով մեկը մտնում էր ստուգում էր, թե բանը, դուք, հա, ինչ-որ ճիշտ մարդու եք ընտրում, թե չէ, բան, հա, ու պատկերացնում եք Ռուսաստան, որտեղ որ սենց ավտոմատով մտնում, ասում են, դինա մորալը, ում ես ընտրում, սենց, կամ բոլոր ընդդիմադրիներին ոչ թե ձերբակալել են, հա, գոնե ուրա ձերբակալած լինի, այս սպանում են, վերջի սպանվածը Նավալնին է ձեզ օրինակ, հա, եւ այլն լիքն են սպանվածները, այսինքն այդ երկիր դու ամենավերջի դե մի բան լնես էլի արայն, որ ինչ ասեմ, այսքան պնդերես չի լինի մարդը, գոնե քեզի ինչ ես դրի օրիորդ աղջկա բանը, տեղը, քո նման դուս ընկած ես աշխարհում չկա, ինչ ես քեզի հել մի հատ մել տենանք, մեզի հայտնում են խախտումներ են, էլի տոլավ է, դու մռմռում։ Սիրելի հայրենակիցներ, ինչու սա պատմեցի, որ կոչը շարունակեմ, էլի, սիրելի հայ բլոգերներ, սիրելի քաղաքական մանավանդ բլոգերներ, հայամետ, չգիտեմ, ազգանվեր, ազգայնական հանրային գործիչներ, ոչ միայն բլոգերներ, քանի որ Ռուսաստանը կատարում է ոչ արդար, իհարկե, հակապետական եւ հայաստանյան քաղաքականություն, ես ձեզ կոչ կանեմ, որ նույն ձևով բոլորս միասին պատասխանենք, իսկ լավագույն պատասխանը գիտեք ոնց է լինելու։ Պատասխանը լինելու է այսպես, ժամանակ առ ժամանակ մենք պետք է նկարահանենք ռուսերեն լեզվով, հա, տեսանյութեր, թեկուզ թող լինեն շորտեր, որտեղ որ բացահայտելու ենք Պուտինի կատարած հանցագործություններն ու անօրինականությունները Ռուսաստանում։ Եվ այս սրանով պատասխանենք Ռուսաստանի կառավարությանը իրենց, հա, անարդար միջամտության վերաբերյալ Հայաստանի հասցեին։ Այսինքն անենց մի հատ չափալախտանք, որ ստից միջև, չգիտեմ, Վլադիվաստոկ ականջները շղկան, էլի շրխկան։ Ինչպես գիտեք, Ռուսաստանի կառավարությունը շատ է վախում հենց բլոգերներից, շատ է վախում հանրային գործիչներից, շատ է վախում ժուրնալիստներից, չգիտեմ, թղթակիցներից եւ այլն, դրա համար շատերին վտարել է երկրից, կամ ձերբակալել են, կամ ճնշումներին են ենթարկել, կամ մտել են ջարդ ու փշուր են արել, հա, շատերն էլ թողե գնացել են, այնց որ նորից, սիրելի հայրենակիցներ, սիրելի բլոգերներ, հանրային գործիչներ, հայ, իրական հայ տղամարդիկ, հայ աղջիկներ, մի խոսքով հայ բլոգերներ, բոլորով միասին նկարահանում ենք տեսանյութեր ռուսերեն լեզվով եւ բացահայտում ենք Վլադիմիր Պուտինի եւ նրա հանցավոր կլանի հանցագործությունները Ռուսաստանում ռուսերեն լեզվով եւ տարածում ենք
այս սրանով մենք մեր պատասխանը կտանք եւ ապտակը կտանք Ռուսաստանին, որ սրանից հետո ականջին օղանի, որ ուրիշ երկրի պետական գործերին չպետք է խառնվի եւ հայ ժողովուրդը միայն պետք է որոշի թե այս կառավարիչը լավն է, վատն է, պետքա փոխվի, թե չպետքա փոխվի։ Էսի sense կխնդրեմ, որ ժողովուրդ ջան այս բանը հայտարարությունը տարածեք։ Հիմա ոնց էր Նինա Կարապետյանց, հա, բոլորին դեմ տենց էր նա ստուգեմ Նինա Կարապետյանց, այո, բոլորին դեմ եմ, չգիտեմ, ինչ եմ, ինքը բանա, դատապաշտպանա, հա, տենց լոյերա, չէ, ոնց որ թե։ В общем, ուրեմն ես զարմանում եմ Նինայի արտահայտությունների եւ չգիտեմ մտքերի վրա, ես ընդհանրապես զերծ եմ մնում այսպիսի այն որ ասում է ոչ զարգացած, այն որ ասում է խակ քաղաքական գործիչներին արձագանքելուց, բայց որ եկանք հասանք սրան եւ արդեն խոսքը գնում է մանիպուլյացիայի մասին, ես չեմ կարող այս տիկնոջը չարձագանքեմ ուղարկի, որտեվ ամեն ինչին կա չափ եւ սաղման։ Ուրեմն երբ որ հելնում է եւ արձագանքում է ինչ-որ աննախադեպ բան ժողովուրդ Նիկոլը հելավ ժամանակից շուտ հələ դեռ կենտրոնական, չգիտեմ, ընտրական հանձնաժողովը չի հայտարարել իր հաղթանակի մասին, Նիկոլը հելավ սես բան դեռ չի եղել Հայաստանում։ Ուրեմն տիկին, այսինքն եթե Սերժը սես բան չի արել, ուրեմն էդի լավ է, հա, ասենք քո համար էտա, հա, սես քառակուսի է աշխարհը քո համար, հա։ Այսինքն դու չես տեսել աշխարհում մեկ, որ դա նորմալ երևույթ է, ընդունված քաղաքականության մեջ։ Այդ ձևի բաներ եղել են Միացյալ Նահանգներում, այն էլ մի քանի անգամ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ անգամ մի անգամ էլ ինչ-որ հատուկ կերպով հավաքվել էին Միացյալ Նահանգներում եւ քննարկում էին արժի արդյոք ասել թե չարժի, որ հանգարց կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձայնը բան չլինի, էլի չորակազրկվի, չէ ոչ թե չորակազրկվի, այ չարժեքազրկվի, հա, ավելի ճիշտ բառը։ Ահա, անգամ այդպիսի դեպք է եղել, բայց ընդհանուր առմամբ այսպիսի բան եղել է հենց այստեղ Արգենտինայում, դա արել է թե Միլեյը, թե Ալբերտո Ֆերնանդեսը, թե Մակրին եւ այլն, դա նորմալ երևույթ է, դա Ֆրանսիայում էլ է եղել, դա լրիվ նորմալ երևույթ է քաղաքականության մեջ, ընդունված անգամ երևույթ է քաղաքականության մեջ։ Բացատրեմ, էլի, հատուկ ձեզ համար, որտեվ ես չգիտեմ դուք ուր եք ուզում ուղղորդեք, երևի ձեր սրտի տեխնացուն երևի Սերժն է կամ Ռոբերտն է, հա, սպիտակ ձի վրա նստած sense էթում է, դուք էլ եթե ինքը չի հարել այս բան, սա ուրեմն չի կարելի անել, սա աննախադեպ է ժողովուրդ, իրոք Սերժի նման պատասխանեմ։ Սա նորմալ երևույթ է, ժողովուրդ ջան, ես ձեզ ասեմ ու բացատրեմ։ Ուրեմն քաղաքական ուժերը ունեն իրենց դիտորդները ու այն էլ մի դիտորդի տեղը մի քանի դիտորդ ամեն մի ընտրական տեղերը հասկանում եք բացի սրանից օրինակ Արգենտինայում բացի սրանից անգամ հեռուստաընկերությունները ունեն իրենց դիտորդները, հա, ու անգամ հեռուստաընկերությունները իրար մեջ մրցում են ով ավելի շուտ տեղեկությունը կստանա, հասկանում եք, եւ ով ավելի շուտ այն որ ասում է տվյալները կհրապարակի։ Իհարկե այդ տվյալները վերջնականը չեն, հա, լրի վերջնականը ամենավերջում պետք է ասի հենց այդ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչա։ Այդ դիպտի ասի ամենավերջում։ Բայց այն նախնական տվյալները մոտավորապես 99 կամ 98%-ով արդեն հայտարարվում են հենց հեռուստաընկերությունների կողմից, հենց քաղաքական գործիչների կողմից, որտեվ իրանք արդեն ստանում են այդ տվյալները իրենց այն որ ասում է հսկիչներից, որ նշանակել են ամեն մի ընտրատեղամասում եւ ընդհանուր թիվը հաշվում են արագի մեջ եւ հասկանում են իրանց վիճակը ինչպես է եւ եթե հաղթանակը այն որ ասում է անխուսափելի է լինում, հա, իրանք արդեն հելնում հաղթում են, երգում են, պարում են, ստեղ մանավանդ, հա, Արգենտինայում տենց անում են, տենց կամպանիա կոչվում, հելնում են, երգում են, պարում են, ուրախանում են, թռնում են, ղժում են, բժում են եւ այլն։ Համի էս ինչ մի աննախադեպ բան եք տեսել որ աննախադեպ նինա, աննախադեպ է
Դե ինչ է ցույց տալի։ Էլի եմ ասում, սրտի տեխնատուներին է ցույց տալի, թե այն որ ասма բոլորին դեմ ես, բայց ուղղվածություն ուտես ցույց տալի։ Կարողա դու ես մտնում այդ Ռուսաստանի մեջ, հա? Այդ ռուսիկ լվացողների շարքում կարողա մտնում ես։ Հարցնում եմ, պատասխանի կարաս։ Ուրեմն ժողովուրդ ջան, ռուսիկ լվացող արտահայտությունները որտեղից եկան։ Քանի որ եթե դուք հետեթաք իմ եթերները կտեսնեք, որ իմ բառապաշարը ցենց է որ ասма ռադիկալ կերպով տարբերվում է այսօրվա բառապաշարից։ Որն է պատճառը, ինչու sense եղավ, որովհետև երբ որ ես նկատեցի, որ ռուսական ուժերը ինչ որ հատուկ իրանց այդ բանը անիմաստ բլոգերներով են 2 կոպեկանոց, բան sense են մատրիոշկեքով, հա, ինչ որ հատուկ կերպով նարատիվներ են տարածում հայ ժողովրդի մեջ եւ իհարկե իրենց ծառայող այդ քաղաքական ուժերն էլ հետը նարատիվներ են տարածում հայ ժողովրդի մեջ, որ էսի չգիտեմ ժեխա, էնի չգիտեմ զոմբիա, էսի թուրքա, թրքամետա, սրանք օփշակով չգիտեմ թուրքոտ են, էսեն, են գիտեք այս ամեն ինչին է որ ասма չափ ու սահման կա ու մի հատ պահ կար է ճնշում այնքան էր մեծացել որ էս գոնե այն որ ասма ստեղից տպավորությունը տենց էր ժողովուրդ ջան կարող է մի քիչ սխալվում եմ կամ մի քիչ կարող է հերվից ինչ որ չափազանցված է երևաց է բան բայց իմ մոտ էս տպավորություններ որ ճնշում է այնքան մեծ արդեն ժողովրդի մոտ որ այն որ ասում է մարդիկ ձեն չէին հանում էլի ասում էին ձեն չանենք օմոթաղցենք մեզնից հեռու բան չնայած կարող է իրանք օրինակի համար աջակցեն երկրի իշխանություններին օրինակի համար հա բայց տենց այդ ամոթից այդ ճնշումից կարող է ձեն չհանեին բան որը որ ինձ համար անընդունելի է ես էլի եմ կրկնում ես ոչ մեկին չեմ աջակցում բայց քաղաքացին պետքա իր սահմանադրական քաղաքացու սահմանադրական իրավունքը պետքա լինի պաշտպանված այսինքն եթե մարդը աջակցում է տվյալ քաղաքական ուժին ինչ եք ուզում դրանից այ դրանից հետո ես սկսա կամաց իմ տոնայնությունը եւ բառապաշարը փոխել որ կոտրել է ծառույցը հանուն էլի հայ ժողովրդի չնայած մի քիչ գեշա երբ որ բառապաշարը գեշացնում ես բայց պետք է որ ասում կներեք այս արտահայտությանս համար մի քիչ չէ գեշա հնչում բայց դե պետք է ասեմ չնայած էլի իմ բառապաշարը համեմատած այն մնացած քֆուր քյաֆարների հետ հա որ ասում շատ լավ հնչում բայց դե մեկ պետք է մի քիչ այն որ ասում կեղտոտ բառեր կային որ մեծական եկած բանա որ պետք է ասենք ասում քաքողի դեմը պետք է ցռես հա մի էսա քաքողի դեմը պետք է ցռես դրա համար այդից ես սկսա ասել այն որ ասում կոտրելով այդ բանը, այդ ճնշումը որ կատարվում էր հայ ժողովրդի վրա, ասում դուք ով եք, դուք ռուսիկ լվացող եք, հասկացաք, ու այդ ռուսիկ լվալը այսօր արդեն չգիտեմ համացանցում դարել է սովորական, որ ասում պատասխանի խոսք, ու դա ճիշտ է, պետք է որ ասում քակողի դեմը ցռես, որ հանգիստ վերընկնեն տեղերը, արա հələ դուք ձեզ իլա այլում իշ նայեք, արա ուրիշ երկրի շահեր եք ներկայացնում, դուք եկել եք սրան նրան ժեխա զոմբի, հա Եսի մեսա այնա տոլավ է ռուսը թուրքի շահեր ներկայացնողա դու էլ ռուսի 10-ով չիկես դու կարաս ինչ-որ մեկին գաս մի բան ասես այ ռուսի ռուսիկ լվացող այ դրանից փոխվավ իմ խոսակցականը եւ ամենաճիշտը դա թույլ մի տվեք որ ինչ-որ ռուսական մանիպուլյացիաները այս ռուսական ճնշումները գան եւ փորձեն ինչ-որ ճնշումներ ստեղծել ձեր վրա սիրելի հայրենակիցներ սա շատ կարեւոր բան է մի քանի բանել այստեղ ես ուզում եմ այն անգամ արեցի լայվի ընթացքում չէի կարողանում հարցերին պատասխանել ինչու չէի կարողանում որովհետև չգիտես ինչու YouTube-ը ավտոմատ կերպով ստեղի լեզվով էր թարգմանում հայերենը ու շատ ժամանակ այդքան էլ ճիշտ չէր թարգմանում մամտի իսպաներեն կարդայի մի հատ մեջս հայերենելի հետ թարգմանեի էլ մի հատ էլ տենայի ճիշտ է թարգմանած թե չէ ոչ մի հատ եկա բաներ ելնում հա պրոբլեմ է լինում, հետո հետագայում կնայեմ տենամ ոնց է հնարավոր, որ այդ հարցը լուծվի։ Իդեպ մի բան էլ եմ ուզում ասեմ, քանի որ Ռուսաստանը շատ է, որ ասում է թուրը բանանում,
կադրում է ամեն անգամ էլ նմա բա մենք ատոմային ունենք, մենք ատոմայինով կխփենք, մենք էս կանենք, այն կանենք, թե Ուկրաինայի հարցով, թե եվրոպական այդ հարցերով, ես ուզում եմ ասեմ, որ դա ընդամենը մանիպուլյացիա է, նա ատոմային բոմբ չի խփի, հեսա կբացատրեմ ինչի համար, սա ընդամենը այն որ ասում է հանգստություն է տալի այսպես կոչված ռուսական Ռուսաստանի ժողովրդին, որ մթոմ իրանք լսեք, մենք ուժենք, լսեք, ճիշտ է, Ուկրաինան ատոմային բոմբ չունի, բայց ռակետներ ունի, ես այսօր անգամ տեսա, որ ֆլամենգոյով են խփե Ռուսաստանին, լսեք, որ հենց իմի Ուկրաինան ուզենա, եթե հանգարց բանը դրան հասնի, աստված չանի, չէ՞ գիտա, Չեռնոբիլի այդ ռադիոակտիվ այդ աթխոդները կվեկալի, այդ աթխոդները կշպրտի ուղիղ Ռուսաստանի վրա։ Ճիշտ է, այն որ ասում է էֆեկտը նույնը չի, ինչ մի հատ ատոմային բոմբ, բայց հաստատ եթե դու մի քանի ռակետ գցես ռադիո այդ աթխոդներով, չգիտեմ, Սան Պետերբուրգի վրա կամ Մոսկվայի վրա, հաստատ այդ կդառնա անբնակելի վայր, հասկանում եք։ Ոնց որ այդ ատոմային բոմբով շատ վեր մի թռեք, որ Ուկրաինան ուզենա մոտավորապես տես մի ռադիոակտիվ ատակայել ձեր գլխին կբերի ու ձեր երկիրը կդառնա անբնակելի։ Օբշակով քելեք թռնեք Սիբիրները, այն Սիբիրներում ձեր համար կլռվեք, որտեվ մոտակա բոլոր մեծ քաղաքների գլխին մի հատ անես փորձան կգա, այն որ ասում է մալը նի պակաժծա, նենց որ շատ վեր մի թռեք։ Ես էլ սենց էի ուզում ասեի, տենամ ես այդ հարցերը գրել էի, որ անցյալ եթերին չկարծա, չնայած հետո համ Facebook-ից էլ վեկալա հարցերը, տենանք ստե ինչ էի ես գրել, որ տենամ կարողանամ պատասխանեմ։ Եթե Նիկոլ Փաշինյանի հաղթանակի մասին հայտարարեց միջև վերջնական պաշտոնական ամփոփումը, ես սրան արդեն պատասխանել եմ այս առաջի հարցին, Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը նորմալ բան է, նորմալ քաղաքական process է, որը որ կատարվում է աշխարհի մեծ մասում։ Դա միայն կարող է Նինայի համար եւ Նինայի նման ինչ որ ոչ հասուն քաղաքական գործիչների համար լինի։ Իդեպ գնացեք ձեր ջուրը ծեծեք, լավ էր ջուրը ծեծում եք։ Հաջորդը ինչ էին այնտեղ հետո ասել։ Ինչու է ընդդիմությունը հիմա հիմնականում քննարկում հայտարարության ժամը, էլի նույն հարցն ա եղել ժողովուրդ ջան, որը որ տրվել է Facebook-ում արդեն ոչ թե լայվի ընթացքում, ինչու է ընդդիմությունը էլի խոսում Նիկոլ Փաշինյանի ժամի, այդ որ մթոմխի այդքան շուտ ժամի հայտարարություն արեց։ Ուրեմն անդիմությունը հայտարարություն անում, որտեղ անդիմությունը խոսալու բան չունի։ Իրա ամբողջ այդ զանգվածը, որ խափում էր, որ մենք կարել ենք, մենք ուժեղ ենք, ժողովուրդ Նիկոլը ձեն չունի, Նիկոլը ձեն չունի, ամի սաղի մոտ հիաստապությունա տեսան, որ սրանք մուտիլովչիկ են, կարելի է հանգիստ մուտիլովչիկի աչոտ տալ ճամփու դնել իրանց գեղերը, դրա համար համի սենց մուտիկներ են անով, սենց ինչ որ ուզում են սենց սաղցնեն էթա, էսա, այն որ ասма, սվաղենք թո էթա։ Ես էլ է դրա համար են հել է խոսում, իրանք շատ լավ էլ գիտեն, որ աշխարհում դա նորմալ process է։ Էլ ինչ հարց ունենք։ Եթե եղել են ընտրախախտումներ, ապա արդյոք դրանք կարող էին փոխել ընտրությունների արդյունքները։ Ընտրախախտումները եղել են ժողովուրդ ջան, տեխնիկական, ինչ որ լուրջ ընդ եսին բաներ չեղել, վերահաշվարկա հենց հիմա այդում, գիտեք, հեսա այդ վերահաշվարկի ընթացքում մի քիչ էսյան, մի քիչ այնյան, ոնց որ ասեցի, ես հարցին էլ եմ արդեն հաղորդման ընթացքում այս հաղորդման պատասխանը, ոչ մի բան էլ չի փոխվելու, այսինքն, շատը կարող է Գագիկ Ծառուկյանի թիմը հայտնվի խորհրդարանում, մի 4 զեն քիչ վեկալի, բայց ընդհանուր առմամբ Նիկոլը վարչապետ է նստելու։ Հաջորդ հարցը։ Ինչու Ռուսաստանից հնչում են հայտարարություններ Հայաստանի ընտրությունների վերաբերյալ, որտեղ Ռուսաստանն էլ իր հերթին հարգելիս մռմռում է, որ իր պլանները չիրականացավ։ Մանթոյա, սրա համար ուրիշ բան չունի խոսալու։ Հələ ուր ես, հələ ինքանա լացելու, ինքանա ոռնալու։ Հաջորդ հարցը։ Այս ընտրությունների ամենամեծ ակնկալիքը ո՞րն էր։ Այս ընտրությունների ամենամեծ ակնկալիքը ինձ համար հայ ժողովրդի
պատիվներ, հա, հաղթանակներ, որ հայ ժողովուրդը թույլ չտա, որ, չգիտեմ, ռսամետիկները իրանց այն բանը գոմի մեջի քշվածներով դեպի Հայաստան, հա, իրանց տեղը չորոշեն, թե ոնց պետք է կամ ով պետք է ղեկավարի Հայաստանը։ Իդեպ գոմի մեջիներին արդեն բան են արել, հետ են քշել իրանց գոմերը։ Հաջորդ հարցը։ Արդյոք այս ընտրությունները ավարտվեցին արդյոք այս ընտրություններով ավարտվեցին քաղաքական պայքարը Հայաստանում։ Ուրեմն քաղաքական պայքարը հարգելի սկսվում է հենց ընտրությունների հաջորդ օրը։ Այսինքն եթե դու քաղաքական պայքար չտանես, հաջորդ անգամ եթե հաղթած ես պարտվելու ես, եթե հիմա էլ պարտված ես, հաջորդ անգամ չես հաղթելու։ Դու քաղաքական process-ները չեն կանգնում միշտ սաղ տարիներ 24 ժամ օրական հա շարունակվում են հակառակ դեպքում դա լինում է այնպիսի մի ուժ որը չգիտեմ միակ ընտրություններից ընտրությունն է պայքարում որ այդ 2%-ի շեմն է ինչն է անցնի ու պետությունից փող ստանա ու այդ պետության ստացած փողով որ մթոն պետք է ինքը կուսակցություն պահի եւ զարգացնի բայց իրականում դա դառնում է ոնց որ իրան համար մի հատ աշխատավարձ ապրելու փող այսինքն ոչ լուրջ քաղաքական բան քաղաքական կուսակցություն հաջորդ հարցը ինչ ունեինք այստեղ ինչ պետք է անի հաղթած քաղաքական ուժը առաջիկա ամիսներին հաղթած քաղաքական ուժը լավ կանի որ նա հանցագործներին պետական հանցագործների մասին է խոսքը վերջը դատապարտի բռնի ձերբակալի դատապարտի էլ չգիտեմ վաղաժամ կետ էսի էնի էլ չլնի ճիշտ դատախազների մոտ ընկնեն գործերը ու վերջով հայ սիրտը հովանա դա պետք է անի հա եւ իհարկե ճիշտ քաղաքական կուրս վեկալի մանավանդ Հայաստանի պայմաններում ռուսական ազդեցությունից ինչքան հնարավոր է ազատվելու եւ դրա համար մենք մեզ համար շատ կարեւոր են ճանապարհները ժողովուրդ ջան որ ցավոք սրտի ոնց հասկացանք դեռ միջև վերջ այս ներկայիս քաղաքական ուժի կողմից արված չէ դրա համար գիտեք ինչ կա ես ժամանակին որ քաղաքական ուժերը գալիս են որ ասում էին եթե մենք Եվրոպա հա ես էլ եմ ուզում որ գնանք Եվրոպա բայց որ ասում էին ո՞նց եք եթում Եվրոպա կարաք մի հատ ճանապարհ ասեք հա հասկացանք Վրաստան հասկացանք բայց մի մոռացեք որ Վրաստանը Ռուսաստանի որ ասում է մեծ ազդեցության տակ է գտնվում եւ ամեն պահի մեր ճանապարհները կարող է փակել մենք Թուրքիայի հետ հարաբերությունները կարողացանք սարքենք կամ հիմա էլ գիտեք Պարսկաստանում էլի լարվել է իրավիճակը մի խոսքով դժվար է այդ հարցը մեր հույսը հենց Տրամպի ճանապարհն է այս դրա համար ես ժամանակին այ որ մի հեծեցակ ես աջակցում էի Տրամպի ճանապարհին իսկ որոշ մթոմ եվրոպամետներ քննադատում արա ես չեմ ճոգում դուք ոնց եք մտածում Ինչ պետք է անի ընդդիմությունը նախ եթե ռուսամետ ընդդիմության մասին է խոսքը պետք է հետ գնա իր Ռուսաստանը եւ Հայաստանից ընդհանրապես յանտա վերջ պրծավ այդ դուրը փագի դա կլինի հայ ժողովրդի ծաղկունքը հայ ժողովուրդը իրաց չի ընդունում եթե խոսքը գնում է այն ալտերնատիվ ուժերի մասին ովքեր որ ասում է ներկայանում են որպես դեմոկրատ ուժեր քաղաքավարի հա տենց են ասում մի խոսքով այդ դեմոկրատ ուժերը ապա իրանք շատ վատ աշխատեցին այս ժամանակվա ընթացքում անգամ քարոզարշավների ընթացքում վատ աշխատեցին տեսակ ինչքան քիչ ձայներ հավաքեցին ես անգամ շորտ էի տեղադրել իմ հին վիդեոներից որտեղ որ հենց իրանց նկատողություն էի անում իրանց վատ են որ ասում է քարոզարշավի ոչ միայն քարոզարշավի ընդհանրապես ժողովրդի հետ շփումի հարցում իրանց մոտ գիտեք ոնց է իրանք ոնց որ փակված լինեն իրանց աշխարհում սենց քառակուսի է ինչ որ սենց մի հատ փակված են իրանց աշխարհում ու իրանց մեջ ինչ որ զրույցներ են անում իրանք իրանց մեջ սենց ինչ որ եթերներ են անում եւ այդ եթերներով չգիտեմ իրանք գուցե մտածում են այդ ամենը բավական է ոչ բավական չի դուք պետք է գնաք բլոգերների մոտ ու օգտվեք բոլոր հարթակների ժողովրդի հետ շփվելու համար ձեր գաղափարները ներկայացնելու համար
բայց դուք չեք անում ոչի բան եւ այլն շատ հարցեր կան որ իրանք պետք է անեն չեն անում փակ ինչ որ մի համակարգ է եւ իրանք իրանց այդ կոմֆորտ զոնայից դուրս չեն գալի որի հետևանքով ընտրություններին եւ ոչ մի ընտրություններին ձեներ չեն հավաքում այսինքն ապտակ են ստանում ժողովրդի կողմից իրանց որ ասում է կոնֆորմիստ քաղաքականության հետևանքով հաջորդը դե հարց բաց չթողեցի ինչ պետք է անեն դիմությունը դա ասինք այս ընտրությունները ինչ ցույց տվեց Հայաստանի հասարակության մասին այս ընտրությունները ինչ ցույց տվեց Հայաստանի հասարակության մասին ցույց տվեց որ հայ ժողովուրդը եւ հայ հասարակությունը պատվող ժողովուրդ է եւ թույլ չտվեց որ ուրիշը իր տեղը որոշումներ կայացնի եթե այսօր ընտրությունները անցկացվեն արդյոք նույն բանը կլինի հա արդյունքները կլինեն ես համոզված եմ եթե այսօր նորից հա ընտրություններ լինեն Նիկոլ Փաշինյանը ավելի շատ զենք հավաքի քան թե ամսի 7-ին հավաքած ձեները ինչու որովհետև զակասով եկած ցածր մակարդակի եւ ցածր որակի մարտիկ խոսքը նրանց մասին է որ ուղղորդել են նորից կրկնում եմ հա գոմի մեջից քշված ոչխարներին հա արդեն հետ են գնացել իրանց գոմերը այսինքն Նիկոլ Փաշինյանը կստանա ավելի բարձր ձայներ որտեվ ուղղորդված ոչխարներին արդեն ուղարկել են տուն հասկացաք ժողովուրդ ջան հաջորդը կա էլի հարց Ինչի Ռուսաստանի աջակցությունը կամ քննադատությունը այլևս նախկին ազդեցությունը չունի Հայաստանի ընտրողների վրա։ Ռուսաստանի ազդեցությունը ընդհանրապես սաղ աշխարհում է թուլացել։ Իսկ հայ ժողովրդի մոտ հայը շատ լավ տեսավ, հայը հասկացավ, այնով որ չէր հասկացե, հա, այն որ ասում աչքերն էլ բացվավ եւ հասկացավ, որ Հայաստանի top թշնամիների շարքում հենց մտնում է Ռուսաստանը, ռուսական պետականությունը եւ ռուսական էլիտան։ Խոսքը իհարկե ժողովրդի մասին չէ, հա, ի տարբերություն բանը Թուրքիայի եւ Ադրբեջանի ռուսական խոսքը հենց էլիտի մասին է խոսքը, հա, այդ Կրեմլի բանն է, էլի քաղաքական վերնախավարը, top Հայաստանի ճշնամին է, նա ամեն ինչ անում է, որ Հայաստանին օգտագործի որպես մանրադրամ։ Դուք ինչ եք մտածում եք, բա հայ ժողովուրդը ապուշա, չի տեսնում, չի հասկանում, դրա համար էլ առաջվա էֆեկտը չունի։ Էլ այն բանը չկա, վայ կլուբնիկդ փագեմ, ծիրանդ փագեմ, էլ փագի արա։ Ուրիշ թե կծախենք, մի բան կանենք, այս ժողովուրդը գենոցիդ տեսած ժողովուրդը։ Դու եկել ես ուզում ես կլուբնիկ փագեմ, գինի փագեմ, գազ ավելցնեմ։ Դրա համար էլ այդ ազդեցությունը էլ չունի։ Այսքանը ժողովուրդ ջան, ճիշտ է էլի շատ բաներ կա ասելու, բայց շատ ձեր այն որ ասում եմ համբերությունը չչարաշահենք։ Այսօր այսքանը ստեսություն, հաջողություն, միջ նոր հանդիպում։